Իշխանությունների կողմից աշխատանքի առաջ։ Չեմ էլ դիմել, բայց տեղ էր կա էլի։ Իշխանությունների կողմից աշխատանք, պետության կողմից Որտեղ դիմում ես աշխատարիքային սահմանափակում է, կամ ասում են ինչից ես դժգո, աշխատավարձը նորմալ էլ աշխատավարձ է, բայց չի մտածում, որ ինքը իր տունը նստած իր համար տա նորմալ աշխատավարձ ասենք, բայց մենք վարձ ենք տալի, կոմունալ ենք փակում, եւ ասում առանց շոր կներ եք արտահայտությանս համար տկլոր դուրս ենք եկել, շոր պիտի առնենք, եւ ասում երեխա ենք մեծացնում, իրանք այվերասալակուշտ ու սովածի տեղը գադրի երբեք չի իմանա, իրանք մենակ կողմից խոսում են, բայց իրանք կար մեր կոշիկները հագնեն տեսնան, իրանց հակովա թե չէ, նոր Արցախցուն բանվիճակը իմանան ոնց է, դժվար է, շատ դժվար է, 16 տարեկան երեխես ընկած, սկլադում աշխատում է, որ կարա օրվա փող աշխատի, որ համ ապրենք, համ տան բաստանք, դրսերը չապրենք, շատ դժվար է, որ ասում ոչ մեկը ոչ մի ձևի չի ուզում միջամտնել, կողից մենակ խոսում։ Ջրի եւ այլ հարցեր կա։ Ապրելու համար։ Մենք քիչ շունչենք, մի անգամ ես դիլիջան եմ եղել սկզբից, որ աշխատանք չեղել, տեղափոխվել ենք Երևան, որ կարանք աշխատենք։ ՄԱԿ-ի ներկայացուցիչներից, մեկ էլ այս կառավարությունի ներկայացուցիչներից մարդ ա եղել, հարց եմ տվել իրանց, ասում եմ երկու շունչենք, ինչ պիտի դառնանք, 40+ ստանում ենք, ասենք վրենե դնում ենք, վարձ ենք տալի, բա ո՞նց պիտի հետո ապրենք։ Ասում եկել ուզում ես Դիլիջան ապրես, բա ոնց ես ուզում ելնի, ասում բա որտե գնամ ապրեմ, ասում գնա սահմանամերձ, դեղ ձրի տներ կա, ես էլ կանել եմ, ասել եմ դե որ սահմանամերձ է, կյանք սապահովի ես գնամ իմ տուն ու ձրի ապրեմ, եթե սահմանամերձ է, սահմանամերձ է, բա երկու շունչ է տան բնակվարձով, բնակվարանային բան հարց ինչ պիտի դառնա, ասում նախատեսված է, որ շենքեր պիտի կառուցվի կամ շենքեր պիտի վեկալենք, ռեմոնտ բան անենք, հետո երկու շնչին հանրակացարանի նման տանք, դա լինելու նախատեսված է 27 թվին։ Մինձե պիտի ասում ապրենք մինչև 27 թվին այդ տղա երեխա է 27 թվին մի սենյակ է տալի, այդ տղա երեխի խոսքի ամուսնանալու մի սենյակում ինքը կնոջ հետ ապրի, թե ես էլ հետները, ոնց պիտի ապրենք։ Ահա որ վիճակ է, ոչ մեկն է չի ուզում միջամտի։ Հուսերներ դրել ենք Աստծուն, դե մեր ղեկավարն էլ էդ էլ է ուզում զրկի, Աստծուց, որ ասում հուսերներս Աստծուց կտրենք, ասենք գնանք ոնց ուզում ենք ապրենք։ Բայց իրանք կտայ։ Տենանք, Աստծուն ենք գցել, տենանք մին լույս կբացի երևի մեր համար։